Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքերի բացահայտումից հետո ըստ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հիվանդ կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել վարակի տարածումը կանխելու համար։ Չկալովկայի վարչական ղեկավարը հայտնել է, որ հիվանդությունը երկրում տարածված է, միայն թե լուրն իրենց գյուղից է դուրս եկել։ Բրուցելոզ հիվանդությունը իր վտանգավորվածության աշճանով այն հիվանդությունների ցանկում է, որ պետությունը պետական միջոցների հաշվին ամեն տարի հետազոտության համար խոշոր երջերավոր կենդանիների իրականացնում է միջոցառումներ պետպատվերի շրջանակներում։ Վերջին տարիներին Հայաստանը ՄԱԿ-ի եւ այլ կառույցների աջակցությամբ իրականացնում է վերահսկողության եւ կանխարգելման ծրագրեր, ներառյալ անասունների պատվաստումը եւ հիվանդ կենդանիների սպանդը։ Այնուհետև 2023-ին վիճակագրական տվյալներով արձանագրվել է 3500 բրուցելոզով հիվանդանալու, 2024-ին 4000-ից ավելի դեպք։ Տարեկան ծրագրի շրջանակներում արյունարում է իրականացվում, որի արդյունքների հիման վրա ՀԲԼՑԿ մեր պոակում, լաբորատորիայում հավատարմագրված պատասխան ենք ստանում։ Դրական կամ բացասական։ Ինֆեկցիոն ալերգիկ հիվանդություն համարվող բրուցելոզն ուղեկցվում է տենդով, նյարդային, հենաշարժական եւ այլ համակարգերի ախտահարումով։ Մարդը չի կարող լինել վարակի աղբյուր, քանի որ համարվում է կենսաբանական փակուղի։ Կենդանու ախտորոշման պահից սանիտարական սպանդը պետք է իրականացվի 15 օրվա մեջ։ Սպանդը կարող լինի սպանդանոցի անհասանելիության դեպքում բակային պայմաններում, հետագա իր ախտահանությամբ եւ կարող լինի սպանդանոցային պայմաններում նույնպես համապատասխան ախտահանություններ իրականացնելով։ Սանիտարական մորթից հետո միսը ենթարկվում է փորձաքննության։ Միսը ենթակա չէ վաճառքի, բայց կարելի է ենթարկել ջերմային մշակման եւ օգտագործել պահածոյի արտադրությունում։ Չվարակվելու համար պետք է պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։ Հիմնականում արոտային ավազքի ժամանակ է լինում վարակի տարածումը, որ կենդանիների շփումը ավելի շատ է։ Հիվանդության բռնկման դեպքում իրականացվում է թեստ եւ սպանդ միջոցառումը։ Խնդիր կա նաեւ սպանդանոցների տերերի հետ, որոնք երբեմն խուսափում են հիվանդ կենդանու մորթից։ Դա մի քիչ մենտալիտետի խնդիր է, այսինքն մոտեցումներն հենց է, իհարկե միանգամից հակադարձում սպանդանոցներ կան, որ այո վերցնում են, պատրաստական են, որովհետեւ գրագետ են եւ տիրապետում են։ Իսկ շատ հաճախ կարծիք ենք լսել սպանդանոցներից, որ հանկարծ իմանան մեր մոտ բրուցելոզով հիվանդ կենդանի ամորթվե, դա վատ հետևանքներ կունենա։ Կանխելու համար հիվանդությունը փորձագետի խոսքով անհրաժեշտ է խոշոր եղջերավոր կենդանիների հետազոտումը տարին 2 անգամից, մանր եղջերավորներինը 1 անգամից դարձնել ավելի հաճախակի։ Նարնե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Ռինյուզ Արմենիա։